Եթե նախկինում նման դիրքորոշում կայացվել է գուցե բարի նպատակներով, այսօր այդ հնացած պրակտիկան ծառայեցվում է իչարս, փորձելով բոլոր ապօրինի քրեական վարույթներում պաշտպանության կողմին զրկեն բովանդակային հարցի քննարկման հնարավորությունից։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք առաջադրել ենք մեղադրանք, որը կարող է լինել բացահայտ ապօրինի։ Այդ մեղադրանքի հիմքում վկայակոչել ենք փաստեր, առաջադրել ենք ծանր հոդվածով մեղադրանք, ինքնին սա բավարար է, որպեսզի անձը մտահոգություններ ունենա, որ կարող է ծանր հոդվածով դատվի, հետևաբար որևէ բովանդակային քննարկում չի կարող լինել եւ պետք է պաշտպանության կողմը լռի, որևէ առարկություն չներկայացնի, մինչեւ այդ գործի ամբողջական քննությունը կավարտվի։ Հարգելի դատարան, տենց չի կարող լինել։ Առնվազն որոշակի ողջամիտ շեմով դատարանը այս հարցի քննարկումը իրականացնելիս պարտավոր է անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայությանը։ Եվ եթե որոշակի տրամաբանական շեմ դրա համար սահմանելու լինենք, առնվազն այդ շեմը չպետք է նվազ լինի, քան նախաքննության վերջի փուլում հիմնավոր կասկածի հիմքում ընկած նյութերի բովանդակությունը։ Որովհետև ինչ է ստացվում։ Նախաքննության փուլում քննիչը գործից ֆիլտրված, տեղաթուրված տվյալները, այդ թվում հայտնի կեղծված ապացույցը վերում ներկայացնում է կալանքի հարց քննարկող դատարանին։ Մի կողմ թողնեմ, որ այդ դատարանը ինքը ինքնուրույն կարող է այդ հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում հիմա հարցի քննարկողը դուք եք։ Եվ ստացվում է, որ ապօրինի ապացույցով անձին նախաքննության փուլում կալանավորեցին, իսկ դատարանը գործի ստեղծության քննարկման ընթացքում ասում է, չեմ կարող անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ առերևույթ ակնհայտ է այն խնդրումը, որը դրված է այս գործի հիմքում։ Հետևաբար մենք պետք է ներկայացնենք այդ հանգամանքները եւ դատարանը նույնիսկ արկա պրակտիկայի պայմաններում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորի, թե ինչի է անհրաժեշտություն առաջացել այս փուլում լսելու քննարկելու հիմնավոր կասկածի հարցը։ Ընդ որում առաջարկը սա ոչ թե ամբողջ ծավալով մենք անդրադառնանք եւ անհարկի ծանրաբեռնենք process-ը, այլ հիմք վերցնենք այն բոլոր տվյալները, որոնք եղել են նախաքննական վերջին կալանքի հիմքում եւ հասկանանք արդյոք դրանից հետո երբ որ գործի նյութերը տրամադրվել են պաշտպանության կողմին, պաշտպանության կողմը ձեռք է բերել եւ գործի նյութերում կարող է մատնացույց անել տվյալներ, որոնցով հերքվում է նախնական քննության ընթացքում կալանք տվող դատանին ներկայացված տեղեկատվության իսկությունը։ Օրինակ բերեմ, հա, եւ քննչական կոմիտեն էր դրա վրա հղում կատարում եւ նույնիսկ արժանամբյանից էր դրա մասին հնչում։ Ըստ քննչական կոմիտեի հրապարակային հայտարարությունների ներկա անձինք կամ նրանց մի մասը, ինչ եմ ասում, ինչ չեմ կոնկրետացնում, որովհետեւ ելի անդրադառնանք, որ մեղադրանքները բացարձակ անհատականացված չեն եւ լողոզված տեքստով են շարադրված։ Կատարվել է պնդում, որ պլանավորում են վառել խոտի տուկեր։ Սա առանցին վերցրած կարող է քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ դա ինքնին հանցագործություն չի, կարող է ինչ-որ առումով դիտվել վարչական իրավախախտում, բայց եթե նայենք միջազգային պրակտիկան, հավաքների իրացման հաճախակի օգտագործվող ատրիբուտներից է։ Խոտի տուկեր վառվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում, տարբեր պիրոտեխնիկա օգտագործվել է հարևան Վրաստանում ցույցերի ընթացքում եւ քանի դեռ պիրոտեխնիկան նաեւ եթե անդրադառնանք ծխերին նաեւ օգտագործվել է ազգային ժողովի ներսում որպես բողոքի ակցիա 2018 թվականին։ Վերադառնալով, քննչական կոմիտեն այդ հայտարարությունը կատարում է։ Դրա վերաբերյալ նյութեր դրվել է առաջին կալանքի հիմքում։ Հետագայում երբ որ ստացել ենք գործի նյութերը, ինչ ենք տեսել այդ գործի նյութերում, որ այդ խոսակցությունը, որ օրինակ վերագրվում է Բաղդադ Սրբազանին, այստեղ էլ վերապահում անենք այդ ձայնագրությունների նույնականացմանը, վերագրվում է Բաղդադ Սրբազանին ըստ քննչականի։ Դրան հաջորդող 2-3 օր հետո ձայնագրության մեջ էլի իրենց կողմից արձանագրված էլի Բաղդադ Սրբազանի վերագրվող տեքստում կատարվում է հայտարարություն, որ չէ քննարկել ենք, սա չենք անելու։ Առաջին ատյանի դատարանին այս տվյալը ներկայացված չի եղել։
նախաքննության ընթացքում։ Արդյոք եթե այս տվյալը բարեխղճորեն քննիչի կողմից ներկայացված լիներ, դատական ակտ ունենալու էր այդ տեսքը։ Ես խիստ կասկածում եմ։ Բայց ապօրինաբար թաքցնելով մեղադրանքը հերքող տվյալները, ֆիլտրված սելեկտիվ ձևով ներկայացնելով առանձին հատվածներ, ինչ որ առումով դատարանի քննիչը համոզել է, որ այս տվյալները կարող են իրողություն լինել։ Նույն տանջված գնդակահարության ձայնագրությունը։ Նախաքննության ընթացքում դա ներկայացվում է եւ դրվում է խափանման միջոցի հիմքում, այն բովանդակությամբ, ինչը քննիչը եւ ԱԾ-ի աշխատակիցը նպատակահարմար են գտել արձանագրել։ Ընդ որում արձանագրությունները կազմվել են այնպես, որպեսզի հանկարծ կասկած չմնա, որ այնտեղ կարող է ինչ-որ հատված բաց թողնված լինել, չեն օգտագործել որևէ լեզվաբանական կամ իրավական տեխնիկայի կանոններ, որպեսզի ցույց տան, որ այդ հատվածը առանձնացված է եւ ամբողջական բովանդակություն չի պարունակում։ Այդ եղանակով մոլորեցնելով դատարանը։ Իմիջայլոց ասեմ, որ դրա վերաբերյալ ապացույց կեղծելու եւ կեղծ ապացույց օգտագործելու վերաբերյալ արդեն եւ 1 ամիս կլինի հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն, որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Չսպասելով այդ պատասխանին, նաեւ 1 շաբաթ առաջ հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, թեև պատասխանը պետք է ստանայի 24 ժամ անց, բայց ելի որևէ պատասխան չեմ ստացել։ Առաջին ատյանի նախաքննական փուլում առաջի ատյանի խափանման միջոցի որոշումից հետո մեր ստացված նյութերով մենք պարզեցինք, որ այդ տվյալները կեղծված են։ Հիմա ինչ է ստացվում։ Դատարանը սկզբից որոշել է անձին կալանավորել կեղծ տեղեկատվության հիման վրա, բայց մենք հիմա չկարողանանք այդ հարցը բարձրացնել դատարանի առաջ եւ ասել, որ կոնկրետ այս ապացույցին պետք է ուշադրություն դարձնել հիմնավոր կասկածի հարցը գնահատելիս։ Շատ են քննարկվում եւ այս մասին մենք նախկինում շատ առարկություններ չենք ներկայացրել սպասելով համապատասխան դատավարական փուլին, քննարկվում են աստիճներով մեքենայի անիվներ ծակելու այդ կերպ ինչ-որ երթևեկություն խոչընդոտելու հնարավորություն։ Էլի վարույթ իրականացնող մարմնի կողմից դատանից թաքցվել է դրան հաջորդող օրերի խոսակցություն, որտեղ մարդիկ քննարկում են, որ նույնիսկ մեքենայի ակ առանց ծակելու չեն իջեցնելու, չեն օդը հանելու, որպեսզի խցանում առաջանա։ Այս տվյալը ինքը հուշում է, որ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ այդպիսի sense ձևակերպել, փոքր չարաճճիություն անել, բայց այն նախորդ տվյալը, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, ընդ որում ոչ մի բան չի հայտնաբերվել, դրված է եղել նախաքննական փուլում կալանքի հիմքում։ Հիմա այս տվյալները արդյոք պետք է գնահատման արժանանան, որպես հիմնավոր կասկածի հաստատում, թե ոչ։ Ձեր նախորդ դատական ակտերում արձանագրել եք, որ դատարանը չի անդրադառնում այս փուլում հիմնավոր կասկածին, միևնույն ժամանակ համարելով հիմնավոր կասկածը առկա։ Հիմա կամ դատարանը ընդհանրապես չի հաստատել հիմնավոր կասկածը, կամ տրամաբանությունը հանգում է նրան, որ դատարանը իգիտություն է ընդունել վերջին անգամ մինչև դատարան ուղարկվելը դատանի կողմից հաստատված հիմնավոր կասկածի առկայությունը։ Հիմա մենք ասում ենք, որ այդ փաթեթը, որը եղել է այն ժամանակ, ունի թերություններ։ Ընդ որում այդ թերությունները ոչ թե ապացույցների տարբեր մեկնաբանությունների տիրույթում են, այլ մի դեպքում ապացույցի կեղծիքի վերաբերյալ է, մյուս դեպքում դատարանին ապատեգատվություն ներկայացնելու վերաբերյալ է, երրորդ դեպքում հաջորդ օրերին հերքվող տեղեկատվության վերաբերյալ է։ Հիմա մենք այդ տվյալները պետք է քննարկենք պատվարժան դատարան, թե ոչ։ Եթե դուք չեք քննարկում, ստացվում է, որ իմանալով, որ այդպիսի տվյալներ առկա են, դուք թողում եք, որպեսզի ապօրինի ազատազրկումը անձի շարունակական լինի։ Եվ բնականաբար ձեր կողմից այդ հարցերը չքննարկվելու պարագայում վերադասացիաները նույնպես այդ հարցին առանձնապես չեն անդրադառնում։ Այս պարագայում պատվարժան դատարան առաջնահերթ է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված ազատության իրավունքի համար տրված դատական բոլոր երաշխիքների կիրառումը։ Վերօրենքը հստակ նախատեսում է խափանման միջոց կիրառելիս պետք է քննարկվեն բոլոր պարտադիր պայմանները, պետք է քննարկվեն հիմքերը։ Երկու պայման արդեն ասեցի ես, ակնկալում եմ, որ դատարանը այդ ակտով պատճառաբանի։ Երրորդ պայմանը հիմնավոր կասկած է։ Ես ակնկալում եմ, որ դատարանը անդրադառնա, եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք զննել թվարկածս 3 ապացույցները, որոնք հետքում են նախնական քննության փուլում դատարան ներկայացված տվյալները, եւ գնահատման առարկա դարձնենք դա։ Դատարանի ձեռքի տակ կա մեղադրողները ունեն, ես բովանդակությունը հրապարակեցի։ Դրա հետազոտման լրացուցիչ անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե բովանդակության վերաբերյալ առարկություններ կան, կլսեմ կարծիքանքին։
Այս բոլոր հիմքերի պայմաններում մեղադրանքի կողմը շարունակաբար եւ կրկին ստանդարտ նախադասություններով ձևակերպումներով պնդում է, որ առկա վարույթին խոչընդոտելու հնարավորություն։ Բառացի մեջ բերեմ բավարար հիմքեր կան պարտականությունների, չէ, ներողություն, սա բառացին չէ, սա իմ միտքն էր, պարտականությունների չկատարման համար։ Որն է այդ բավարար հիմքը, բացի ենթադրական տեսական դատողությունը։ Ինչ է տեղի ունեցել մինչև այսօր, որ հանրային մեղադրողներին կամ դատարանին կարող են հիմք տապանդելու, որ որևէ, չասեմ նույնիսկ ոչ իրավաչափ, ոչ արդար միջամտություն կարող է լինի, որտեղ մենք խոսում ենք Բագրատ Սերբազանի մասին։ Մենք չենք խոսում իրավունք օրենք խախտելու չխախտելու մասին, մենք խոսում ենք բարոյականության բարձր ստանդարտ ունեցող մարդու մասին։ Եվ բնականաբար պետք է հիմքերը նույնպես անդրադարձ կատարվի ըստ բովանդակության։ Որևէ պատճառաբանություն մեղադրանքի կողմից չի ներկայացվել, թե ինչու է այս կամ այն հիմքը առկա, գործի որևէ փաստական տվյալի հեղում չի կատարվել, գործը դատարան մտնելու պահից մինչև այսօր վարքագծի որևէ թերացման հեղում չի կատարվել։ Եվ տևական ժամանակահատվածում գործի քննության պարագայում, երբ որ նաև ժամանակին էլ որոշակիորեն մեղմվել է խափանման միջոցի սահմանափակումը, նաև ավելացել է շփումը, անսահմանափակ շփումը բոլոր հնարավոր անձանց հետ, կրկին այս հիմքերը նույնպես նվազել են։ Ինվեստորը այստեղ դիրքորոշում ունի, որ չի ակնկալում կալանքը փոխարինել տնային կալանքով, որովհետև մենք պնդում ենք, որ սա ակնհայտ անհիմն ազատազրկում է եւ սրա այլընտրանքը կարող է լինել բացառապես ազատության վերականգնումը ամբողջ ծավալը։ Դրա մասին վստահորդս ելույթով առանձին անդրադարձ կկատարի։ Հիմքերին նաեւ կրկին անդրադառնալիս ելի պետք է մատնանշեմ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը գնահատման աստիճանի բարձր չի համարել, գնահատման արժանի աստիճանի բարձր չի գնահատել նորարար կատարելու ռիսկը համարելով այդպիսի տվյալների բացակայություն, նաև դուք էլ ձեր նախորդ դատական ակտում եւ վերաքննիչ դատարանը վերանայման արդյունքում արձանագրել է, որ սույն գործով մեղադրանքները հիմնված են առավելապես օբյեկտիվության հատկանիշ ունեցող ապացույցներով։ Սա էլ շատ պայմանական արտահայտություն է, որտեղ այդ առավելապես օբյեկտիվ ապացույցները տեսել ենք ինչ եղանակով են կեղծվել։ Բայց ամենաներևս դրանք ձայնագրություններ են, որոշակի տեսանյութեր են, ուզարկություններ են եւ այլն, որոնց վրա բնականաբար բացի իրավապահ մարմինների աշխատակիցներից այս դատարանում ներկա որևէ անձ չի կարող այլևս ազդեցություն ունենալ։ Ով էլ ժամանակին այդ ազդեցությունը կարող էր ունենալ, արդեն ունեցել ավարտել։ Ուստի այս պարագայում խիստ տեսական դատողություն է գործի նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցության ռիսկը։ Դե բնականաբար բացակայելու ռիսկի հարցը մենք վարույթից թաքնվելու ռիսկի հարցը վաղուց ենք սպառել, լրացուցիչ անգամ կարիք չեմ տենում այս հարցին անդրադառնալ։ Այլընտրանքային խափանման միջոցների հարց չենք քննարկում, նախորդ դատական նիստերին քննարկել ենք, այդ հնարավորությունը առկա է եղել, դատարանը կարող է նախկինում անդրադառնալ եւ լիազորությունների դիրույթում հիմա էլ սահմանափակված չի, եւ ասում ենք տնային կալանքի Բագրատ Սերբազանը չի գնալու, վերակ չի վճարելու, էլեկտրոնային հսկողության սարք չի կրելու։